Փոխանցումներով ռուս-ամերիկյան մրցավազք է սկսվել տարածաշրջանում։ Մեսիջներ են ուղարկվում Մոսկվայից եւ Վաշինգտոնից պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ Սյունիքում նախատեսված իրականացվելիք թրիփ նախագծում։ Ոչ պաշտոնական, սակայն արևմտամետ ուղղվածություն ունեցող քաղաքագիտական համայնքը լուր տարածեց, թե հունվար-փետրվարին ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաների այց է սպասվում Հայաստան եւ որ անվտանգային առումով բարձր պատրաստվածության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը ինչ խոսք կապված կարող է լինել օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանավորվածությունների, մասնավորապես թրիփ նախագծի հետ։ Քաղաքագետ վերլուծաբանները սակայն համոզված չեն, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Հայաստան։ Շատերի դիտարկմամբ խոչընդոտներ կարող են լինել։ Արդյոք կկայանա այդ այցը, որովհետև մենք հիշում ենք, որ Թրամփի որդու մասին էր գրվում, որ նա այցելելու է Հայաստան, բայց ինչ որ մի պահ այդ այցը չեղարկվեց։ Մինչև փետրվար եւ մարտ տարբեր իրադարձություններ կարող են տեղի ունենալ, որոնք կստիպեն կամ կարող են ազդել Վենսի Հայաստան կատարելիք այցի չեղարկման վրա։ Հայաստանի իշխանությունները սրտաբաց աշխարհին տարածաշրջան, մասնավորապես Հայաստանի հարավ են հրավիրում նախատեսվելիք ծրագրերում ներդրում կատարելու համար։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Թուրքիայի հնարավոր մասնակցությունը եւս պատրաստ են օրվա իշխանությունները քննարկել։ Բոլորին դեռնբաց պատրաստ են ընդունելու։ Հնարավոր է նախագծի իրականացումը, երբ գլոբալ առումով պետություններ կան, որ ոչ բոլոր հարցերում են միմյանց հետ հաշտ ու համերաշխ։ Միացյալ Նահանգների նախագահան Անկորիջից հետո հայտարարեց, որ Թրամփի ուղուն կարող են նաև երրորդ երկրներ մասնակցել, ըստ էության գնդակը թողնելով Հայաստանի եւ այդ երրորդ երկրների դաշտում։ Երրորդ երկիր կարող է լինել Թուրքիան, Իսրայելն է հայտ ներկայացնում, Ռուսաստանն է իր մասին անընդհատ հիշեցնում, այսինքն այստեղ Միացյալ Նահանգները փաստացիորեն մի բան հասկանում է հստակ, առանց տարածաշրջանային տերությունների գետնի վրա հնարավոր չէ հասնել որոշակի եւ կոնկրետ պայմանավորվածությունների։ Միջանցքի ամբողջ իմաստը այն է, որ դա այնտեղ Ռուսաստանը մասնակցություն չունենա։ Եթե Ռուսաստանը այդտեղ մասնակցություն ունեցավ, ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի տրիպը դարձնել միջին միջանցքի մաս։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև ակտիվ երկխոսություն կա, Եվրոպան էլ փորձում է ակտիվորեն ներգրավել, բայց Եվրոպան կտրականապես դեմ է Ռուսաստանի մասնակցությանը։ Ռուսաստանը նախագահի մակարդակով հայտնեց, որ պատրաստ է համատեղ աշխատել հին երթուղիների վերականգնման, նոր երթուղիների ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանքն ընդլայնելու հնարավորությունը։ Եթե այս հարցը բարձրացվում է երկու երկրների ղեկավարների նաև հանդիպան ժամանակ եւ Հայաստանի ղեկավարը նման առաջարկ խնդրանքով դիմում է ռուսական կողմին, նշանակում է առնվազն, որ մենք չենք առարկում տրիպին ռուսական կողմի մասնակցության։ Իրանն այս հարցում կարծես թե չեզոք դիրք է բռնել։ Համենայն դեպս նրա մասնակցության առումով ակտիվություն առաջարկ դեռ չկա, սակայն Իրանը լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, եթե տեսնի Ռուսաստանի ներգրավվածությունը ծրագրում ընդունելի կհամարի, թեկուզ եւ թրիփ նախագծում ամերիկյան կողմը եւս ներգրաված լինի։ Եթե Ռուսաստանը չմասնակցեց եւ դա լինի միայն արևմտյան պրոյեկտ, Իրանը դեմ է լինելու եւ այդ դեմ լինելը ըստ վերլուծաբանների միայն խոսքերով չի արտահայտվի, այլ նաեւ գործողություններով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։